ձեզ, իրավաբան նեթի Հայաստանի դատավորների շարքի շրջանակներում այսօր խոսելու ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ավագիմյան։ Բարև ձեզ։ Տիկին Ավագիմյան, կպատմեք մասնագիտության ընտրության մասին, ինչպես որոշեցիք հենց իրավաբան դառնալ։ Իրավաբանի մասնագիտությունը շատ վաղ տարիքից եմ ընտրել, շատ փոքր տարիքից որոշել եմ, որ անպայման պիտի իրավաբան դառնամ։ Եվ ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում որոշումս էլ ավելի ամրապնդվեց եւ արդեն գիտակից տարիքում միանշանակ էր, որ պիտի դառնամ իրավաբան եւ հետագա բոլոր քայլերը տարան նրան, որ սա միակ մասնագիտությունն էր, որը իմ սրտին հոգեհարազատ էր։ Բայց հետո տարբեր ուղղություններով շարժվելու հնարավորություն ունեիք, ինչու ընտրեցիք հենց դատավորի ճանապարհը, եւ եթե ոչ դատավոր, ապա որ մասնագիտությունը ձեզ հոգեհարազատ կլիներ։ Ես դատական համակարգում սկսել եմ աշխատել 2015 թվականից սկսած, դատական համակարգում քայլերին զուգահեռ արդեն իսկ հստակ էր վերջնական նպատակը, որ դա դատավորի անդակելությունը ստանձնելը պետք է լիներ։ Շատ բարդ աշխատանք էր դա եւ դա շատ բարդ ժամանակահատված էր, երբ ես աշխատում էի դատական համակարգում, բազմաթիվ քաղաքացիական գործեր էին գալիս, ընդ որում անհնարին էր, այսինքն ֆիզիկապես հաշվել քանակը, հիշել, որովհետեւ դրանց թիվը հասնում էր 2000, 3000-ի եւ մենք աշխատելով դատավորի աշխատակազմում փորձում ենք ապահովել այդ ամբողջի ընթացքը։ Այդ ժամանակահատվածում արդեն պարզ էր, որ որևէ այլ ուղղությամբ հնարավոր չէր շարժվել, այսինքն իմ անձի տեսակի եւ դիրքորոշումների հաշվառմամբ միակ մասնագիտությունը չէ, ալաքելությունը, որտեղ մասնագիտությունը իրավաբանի մասնագիտությունն էր, դա այլևս դատավորի ալաքելությունը ստանձնելն էր։ Իսկ հետաքրքիր է ձեր գնահատմամբ Երևանում եւ մարզերում դատավորի ծառաբեռնվածության առումով ինչ տարբերություններ կան եւ ընդհանրապես աշխատանքի առումով ինչ տարբերություններ կան։ Գիտեք, բովանդակային առումով դատավորները նույն աշխատանքն են իրականացնում, այսինքն բոլոր դատավորները իրականացնում են ալտերնատիվություն, սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ Սակայն ծավալների առումով տարբերվում է բնակչության քանակի առումով, վեճերի տեսակի առումով գուցե, հա։ Երևան քաղաքում վեճերը բազմաթիվ են, բազմաբնույթ են, բազմատեսակ են, մինչդեռ մարզերում շատ ավելի այդպես տարբերվող վեճեր շատ քիչ են հանդիպում։ Մարզերում հիմնականում կարող են լինել վեճեր սեփականության իրավունքի հետ կապված, երեխաների բնակության վայրի, ալիմենտային պարտավորությունների, սակայն Երևան քաղաքում վեճերի բնույթը, քանակը եւ բովանդակությունը մի փոքր ավելի տարբերվող է, քան մարզերին։ Իսկ լինելով ոլորտում կարող եք ասել ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում դատավորները, որոնք դեռևս չեն լուծվել, բայց շատ կարեւոր են։ Տարբեր են խնդիրները, իրականում դրանք երբեմն բովանդակային են, երբեմն տեխնիկական բնույթի են, բայց պիտի ընդգծեմ, որ խնդիրները, որոնք որ բարձրաձայնվում են, Պաշտպանության դատական խորհրդի կողմից հնարավորինս արագ դրանց լուծումները տրվում են։ Այս պահի դրությամբ այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի են եւ որոնց մասին բարձրաձայնվում են, դեռևս ինձ հայտնի չեն, որովհետեւ ես ինքս բավականին նոր եմ համակարգում եւ երբ թե ժամանակ է անհրաժեշտ ամբողջին, այսպես տիրապետելու համար։ Կարծում եմ ծանոթ եք դատարանների վերաբերյալ հանրության արձագանքներին, սուր ընկալումներին երբեմն, դրանց ինչպես եք վերաբերվում։ Սուր ընկալումները միշտ են լինելու, որովհետեւ դատարաններում միշտ կան երկու կողմեր, հա, հաճախակի, իհարկե վարույթների, բնույթների տարբերությամբ կարող են լինել նաև դիմումների վարույթներ, որտեղ մասնակիցները մեկն են, բայց սովորաբար դատավարության մասնակցում են երկու կողմեր։ Եվ կայացող դատական ակտը սովորաբար որոշակի բացառությունների հաշվառմամբ միշտ ի օգուտ մի կողմի է եւ ի վնաս մյուսի, հա, այսպես ճակերտավոր եթե ներկայացնենք։ Եվ հասարակական դժգոհությունը միշտ կարող է լինել այս տիրույթում։ Սակայն օբյեկտիվ դժգոհությունները միշտ օգնում են բարելավել համակարգը, այսինքն եթե կան խնդիրներ, որոնց մասին հասարակությունը բարձրաձայնում է եւ դա ոչ թե սուբյեկտիվ ընկալման տիրույթում, այլ օբյեկտիվ տիրույթում, ապա միանշանակ դրանք շատ ավելի օգնում են արագ կարգավորել ու բարելավել եւ
զարգացնել նաև դատական համակարգը։ Իսկ կարող եք նշել, թե դեռ բավարար փորձի պակաս կա, թե ինչ խոչընդոտների են հանդիպում քաղաքացիական գործեր քննող դատավորները։ Խոչընդոտները դրանք լինում են բազմատեսակ եւ տեխնիկական բնույթի կարող են լինել, երբեմն լինում են դեպքեր, երբ օրենսդրական խնդիրներ կան, բայց այդուհանդերձ ես համենայն դեպս իմ սուբյեկտիվ ընկալման տիրույթում դեռևս անհաղթահարելի խոչընդոտների չենք հանդիպել, սակայն հիմնական խոչընդոտը երևի թե դատարաններում եւ արդյունավետ այսպես աշխատանքի կազմակերպման առումով աշխատակազմի համալրման խնդիրն է լինում, որովհետեւ դատավորը միայնակ չի իրականացնում իր հաղթադատությունը, իր գործառույթները, դատավորը միայնակ չի կարող իրականացնել այդ ամբողջը եւ դատավորի, այսպես ասած, ամբողջ գործառույթների մի հատվածը կիսում է նաեւ իր աշխատակազմը։ Բայց այսօր ունենք այնպիսի իրողություն, որ վարձատրությունը ցածր լինելու պատճառով կադրային քաղաքականությունը հնարավոր չի լինում ապահովել այնպես, ինչպես որ կլիներ ավելի բարձր վարձատրության պայմաններում աշխատակազմերի։ Տիկին Ավագիմյան, ինչ է ձեզ համար արդարությունը որպես մարդ եւ որպես դատավոր, եւ սրանք կարող են տարբեր լինել ու բախվել իրար որպես մարդ եւ որպես դատավոր այդ ընկալումները։ Այստեղ երևի թե բախումը պիտի տեղի ունենա ոչ թե արդարության որպես դատավորի եւ որպես մարդու միջև, այլ արդարության եւ արդարադատության միջև, որովհետեւ որպես մարդու դու կարող ես արդար համարել մի իրողություն, բայց արդարադատությունը իրականացնելով սահմանադրության եւ օրենքներին համապատասխան իրականացնել արդարադատություն, այսինքն դրանք կարող են երբեմն չհամընկնել իրար, բայց այդպես չի լինում, որ դու որպես անձի ու որպես դատավորի քո արդարության ընկալումը տարբեր լինի։ Դրանք հիմնականում նույնն են, այսինքն դու որպես անձի եւ որպես դատավորի արդար ես համարում մի իրավիճակ, սակայն կարող են այդ ձեր ասած հակասությունը կամ բախումները կարող է տեղի ունենալ արդարադատության եւ արդարության միջեւ։ Իսկ ինչ է կարծում, դատավորը իրավունք ունի սխալվելու եւ եթե ունի, դրանից հետո նա կարող է շարունակել արդարադատություն իրականացնել։ Եթե այսպես փիլիսոփայական տեսանկյունից պատասխանեմ, յուրաքանչյուր ունի սխալվելու իրավունք։ Սակայն այստեղ էական է հանդիսանում սխալի բնույթը, բովանդակությունը եւ ծավալը։ Ես շատ հաճախ դատավորներին եւ իրավաբաններին համեմատում եմ բժիշկների հետ ու ասում եմ, որ դատավորները ու իրավաբանները գործ ունեն մարդու կյանքի հետ։ Եվ այստեղ սխալվելու հավանականությունը թեև հնարավոր չէ բացառել, բայց այդուհանդերձ դա պիտի հասցվի նվազագույն մակարդակի։ Եթե սխալվում են, յուրաքանչյուր դեպքում բնականաբար սխալի տիրույթում գնահատման ենթակադրած ծավալը, հետևանքը, բնույթը եւ կարծում եմ, եթե դրանք հենց արդարադատության հետ անհամատեղելի սխալներ չեն, ապա բնականաբար դատավորը կարող է շարունակել աշխատել։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում իդեալական դատական համակարգը եւ կա որևէ երկիր, որ դուք ուսումնասիրեք եւ մաքսիմալ մոտ է այդ իդեալական դատական համակարգի մոդելին։ Ես ինքս իդեալական դատական համակարգի մոդել որպես այդպեսին ինձ համար չեմ առանձնացրել, որովհետեւ այդուհանդերձ բոլոր պետություններում էլ, բոլոր երկրներում էլ յուրաքանչյուրը ունի դժգոհության իր ծավալը իր շրջանակը եւ իդեալականացնել մի փոքր բաց կլինի, այսինքն այնպիսի դատական համակարգ, որտեղ, այսպես ասացա, նույնիսկ քննադատությունների հնարավորությունը բացառվի։ Ես կարծում եմ, որ իդեալականացնել հնարավոր չէ, բայց նաեւ ընդգծեմ, որ ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք մի քայլ առաջ ենք շարժվում։ Տիկին Ավագիմյան, արդեն օրեր անց ձեր նախագահությամբ առաջին դատական նիստն է։ Ինչ սպասելիքներ, վախեր կամ գուցե լարվածություն կան, որոնք հետագայում կհաղթահարվեն։ Վախեր չունեմ, վախեր չկան, իսկ լարվածությունը ավագ գործընկերներս ընդգծում են, որ նորմալ է այդ իրավիճակում, երբ պիտի կյանքումդ առաջին անգամ դատական նիստ վարես, այդ լարվածությունը միշտ է լինում, այսինքն դու առաջին քայլից սկսած միշտ այդ լարվածությունը քեզ ուղեկցում է, որովհետև լարված ես լինում, երբ գնում ես գրավոր քննությունը գրելուն, հա, լարված ես լինում, երբ սպասում ես, թե բարձրագույն դատական խորհրդի հրապարակած ցանկում քո անունը կտեսնես, թե չես տեսնի, լարված ես լինում, երբ գնում ես հանրապետության նախագահի մոտ արդեն երբման արարողության իրականացմանը, այդ լարվածությունը միշտ քեզ ուղեկցում է, բայց դա ես կարծում եմ նաև կառավարելի լարվածություն է բուն դատական նիստի մասով, որովհետև չլարվել անհնարին է։
ես այդպես եմ գնահատում, գուցե սխալ եմ, գուցե ճիշտ եմ, բայց գնահատում եմ, որ չլարվել անհնարին է, այլ խնդիրը, որ այդ լարվածությունը պիտի լինի կառավարելի մակարդակում եւ քեզ չխանգարի բուն աշխատանքային գործառույթի իրականացմանը։ Իսկ կողքից նայելով այս աշխատանքի պատասխանատվությանը, բարդությանը երբևէ հետ կանգնելու որոշում կամ մտորումներ ունեցել եք։ Երբևէ այդպիսի մտորում չեմ ունեցել եւ ընդհանրական ամեն անգամ երբ բախվել եմ խնդիրներին, բախվել եմ տարբեր իրավիճակներին, դա ինձ մի այսպես նոր ուժ է հաղորդել, որ ավելի ուժեղ առաջարժվեմ։ Այսինքն հետ կանգնելու դիրքորոշում երբևէ չեմ ունեցել, որովհետեւ այսպիսի մի բան կա, հա, դեպի երազանք տանող ճանապարհը միշտ դժվար է եւ դժվար հաղթահարելի։ Ես կարծում եմ, որ եթե դժվարությունները չլինեն, չես կարողանա նաև հետագայում այսպես ունեցածդ գնահատել ու առավել արդյունավետորեն իրականացնել քո գործառույթները։ Ինքներդ լինելով երիտասարդ դատավոր, ինչպես եք գնահատում դատավորների տարիքային շեմի իջեցումը։ Ես կարծում եմ դա յուրաքանչյուր դեպքում տարիքային շեմի իջեցումը էական նշանակություն ունենալ այնքանով, որքանով յուրաքանչյուր դեպքում դատավորները մինչև դատավոր դառնալը բավականին բարդ փուլեր են հաղթահարում, այսինքն այստեղ էականը հանդիսանում ոչ թե տարիքը, այլ այդ տարիքի ընթացքում ունեցած գիտելիքների շրջանակը, անցած ճանապարհը, որը քեզ հնարավորություն է տալիս գալու եւ այդ պատասխանատու աշխատանքին ստանձնելու։ Ես բացասական չեմ գնահատում, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք ունենք շատ ու շատ երիտասարդներ, շատ ու շատ երիտասարդ ուժեր, ովքեր կարող են գալ եւ այդ պատասխանատվությունը ստանձնել, այսինքն դա յուրաքանչյուր դեպքում սուբյեկտիվ է, անձը ինքը նախ պիտի իր մեջ հաղթահարի արդյոք պատրաստ է այդ բարդ ու պատասխանատու աշխատանքին, թե ոչ, եւ դրանից հետո նոր միայն իրականացնի այսպես հա իր կարևոր քայլը։ Իսկ մնացած դեպքերում զուտ շեմի իջեցումը ես ինքնի խնդիր չեմ համարում, այնքանով որքանով դատավոր դառնալու համար շատ բարդ ընթացակարգեր են հաղթահարվում, այսինքն նախ տարբեր ընթացակարգեր կան, այդուհանդերձ մի դեպքում դա գրավոր քննության տեսքով է դրսևորվում, հետագայում բանավոր քննության տեսքով է դրսևորվում, հետագայում Արտադրության ակադեմիայում ուսումնառություն անցնելու եղանակով է դրսևորվում։ Մյուս դեպքում, եթե խոսում ենք հատուկ կարգով քննությունների անցկացման մասին, ապա այդտեղ շատ ավելի բարդ ընթացակարգի քննություն են հաղթահարում անձինք եւ հետագայում նոր հավակնում դատավորի պաշտոնին։ Այսքանն էին հարցերը, հետաքրքիր զրույցի համար շնորհակալ եմ Տիկին Ավագիմյան։ Ես եմ շնորհակալ։